որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին։ Երրորդ, գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։ Բազմիցս մենք համոզվել ենք եւ ավաղ, այստեղ մենք եւս ունենք մեր դաղը փորձը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քաղաքական ուժերը կարող են նման հայտարարություններ անել, սակայն միշտ հայտնում են անհատներ, որոնք դրժում են այդ որոշումը եւ թուլացնում ընդդիմադիր դաշտը, հակվելով իշխող ռեժիմի ճամփարին։ Ուստի մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերին նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն, ստորագրելով համապատասխան հուշագիր եւ փաստացի համադրելով քաղաքական եւ անձնական դիրքորոշումները։ Եվ վերջապես չորրորդ, հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը։ Գիտեք, որ շաբաթներ շարունակ այդ ծրագրի վրա աշխատել են մեր կուսակցական ընկերներն ու մասնագետները, եւ մենք կազմել ենք տարբեր ոլորտներում հնարավոր եւ առաջնահերթ քայլերի, մոտեցումների, առաջարկների շտեմարան։ Քանի որ հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը ծրագրային բազմաթիվ դրույթներով մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրքրի։ Եթե հիշում եք, ընդամենը ամիսներ առաջ մեր կուսակցության 35-ամյակի ընդլայնված խորհրդի նիստում ընդունված բանաձևում հրամայական համարելով կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը սահմանել էինք 3 առաջնահերթություն իշխանափոխությունից հետո։ Առաջին, երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում, որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր, իհարկե անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին եւ ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության վերականգնում 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան։ Երրորդ, մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում եւ Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում, տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից, վերաարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական եւ անվտանգային բաղադրիչներին։ Քանի դեռ չենք հասել այս առաջնահերթությունների իրագործմանը, դրանք մնում են մեր կուսակցության կարճաժամկետ եւ երկարաժամկետ գերակայությունները։ Մեր տեսլականը պարզապես խոստումների կամ երազանքների ցուցակ չէ, այն բարոյական պարտավորություն է եւ ոչ երբեք կեղծ քաղաքացիական պայմանագիր։ Մենք չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա միջանց չէ, այն ոչ մի ձևով չի ընդհանրում Հայաստանի ապաշրջափակում, ինչ անունով էլ կոչեն, դա մեր ոչ բարեկամ հարևանների 100-ամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում։ Տրիպի մասին մենք մեր անհանգստությունը հայտնել ենք եւ վերջնական եզրակացության կգանք դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո։ Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները
պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ ազգային միասնության ներուժի դիրքերից։ Պետք է վերականգնվի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ոչ թե այլոց բավարարելու, այլ հայ ժողովրդի շահերը սպասարկելու նպատակադրումով։ Հայաստանը չպետք է լինի ոչ հաճախորդ պետություն, ոչ մակաբույծ պետություն, ոչ էլ էթնոգրաֆիկ թանգարան։ Հարգելի հանրապետականներ, մեր կուսակցության ծրագրի հիմնադրույթներում շատ հստակ շարադրված են հանրապետականի առաքելությունն ու նպատակը, ինչպես նաև պետության գործունեության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ մեր մոտեցումները։ Բայց ոչ միտեղ նշված չէ, որ այդ ամենը իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ մենք իշխանություն ենք։ Այդ հիմնադրույթները մեր քաղաքական ուժի արժեհամակարգային հենքն են, մեր գործողությունների առանցքը բոլոր իրավիճակներում լինենք իշխանություն, թե ընդդիմություն։ Եվ մենք դա ապացուցել ենք, հանրապետականը քաղաքական ուժ է, ոչ թե պաշտոնի, այլ գաղափարի ուժով։ Քաղաքական ուժի դերակատարումը չի սկսվում և ավարտվում ընտրություններով կամ իշխանությամբ։ Այն կարող է արդյունավետ գործել նաև իշխանությունից դուրս։ Այդ պատճառով որևէ ընտրություն չի կարող սահմանել մեր հետագա գործունեությունը քաղաքական դաշտում։ Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը այս նույն համոզմամբ, անկախ հանգամանքներից, ամուր հենված մեր արժեքների վրա, պատասխանատվության գիտակցումով ծառայելով ազգին և պետությանը, ինչպես դա անում ենք 35 տարի։ Հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պարզապես հերթական համապետական ընտրություններ չեն։ Դրանք ըստ էության հանրաքվե են հայկական պետականության գոյության վերաբերյալ։ Այդ ընտրությունները կայանալու են, ինչպիսին էլ լինի մեր վերաբերմունքը։ Բայց ասացեք խնդրեմ, կա ոչ իշխանամերձ քաղաքական մի ուժ, որը կասի, թե Հայաստանում կառավարումը ձախողված չէ և առկա չէ ազգային ճգնաժամ, դրան բնորոշ բոլոր դրսևորումներով։ Ազգային ժողովը մեր խմբակցությունն այս թեմայով ամիսներ առաջ անցկացրած լսումների ժամանակ հայտարարության նախագիծ հրապարակեց, որտեղ միանգամայն փաստարկված և հիմնավոր ներկայացված են երկրում ճգնաժամի առկայությունն ու կառավարման ձախողումը։ Մեր սահմանադրությունը նման դեպքերում ճգնաժամը հանգուցալուծելու գործիք է առաջարկում, և դա գործող վարչապետին անվստահություն հայտնելն է։ Ես ասել եմ և պնդում եմ, որ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի հակադրել իմպիչմենտին, և եթե բոլոր առողջ քաղաքական ուժերը մեզ հետ համակարծիք են, որ գործող կառավարիչների մեկ օր անգամ իշխանության ղեկի մնալը կործանարար է ու անհրաժեշտ է օր առաջ իշխանափոխություն իրականացնել, այդ դեպքում տարօրինակ է մեզ մեղադրելը ընտրությունների օրակարգի փոխարեն իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Եվ այդ ինչ երաշխիք ունեն, որ այս գործարար ընթացքը չկանխելու դեպքում մեր պետությունը չի կանգնի անդառնալի հետևանքների առաջ։ Նման պայմաններում յուրաքանչյուր օրը կարող է վճռորոշ լինել, իսկ անգործությունը ճակատագրական։ Սա ոչ թե ինքնանպատակ քայլ է, այլ միջոց կանխելու ավելի մեծ կորուստները և ստեղծելու նոր քաղաքական իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի իրական մրցակցային ընտրություններով ձևավորել վստահելի իշխանություն։ Հակառակ դեպքում մենք եթե շարունակենք հապաղել և առաջնորդվել միայն ընտրական գործընթացներով, ապա կարող ենք պարզապես անդառնալի կորուստների ցանկը բազմապատկել։ Հարգելի կուսակիցներ, պատմության մեջ կան ժամանակահատվածներ, երբ երկիրը կանգնում է ընտրության առաջ,
ոչ թե կուսակցությունների, ոչ թե անհատների, այլ արժանապատվության և հարմարվողականության միջև, լինելիության և չգոյության միջև, ճշմարտության և կեղծիքի միջև։ Այսօր մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակներում, և պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները հաղթահարում են ճգնաժամն այն պահին, երբ որոշում են այլևս չապրել այդ պսևդոիրականության մեջ, երբ ինչ-որ պահի ասում են. բավական է, այլևս չենք հանդուրժի անպատասխանատվությունը, հանդուրժողականությունը, հարմարվողականությունը, կեղծիքը, անտարբերությունը, բավական է պառակտումը։ Ակնհայտ է, որ այսօր երկրի կառավարումը հիմնված է ստի և անպատասխանատվության վրա։ Հայաստանի կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են ուղիղ նայել մարդկանց աչքերին և ստել, նաև զրպարտել։ Հենց այդպես 44-օրյա պատերազմում հաղթելու ենք ասելով տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով հանձնեցին Արցախը, Արցախը հանձնեցինք, որ պաշտպանենք Հայաստանն ասելով, անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները և թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս, օկուպացնի տարածքներ։ Ժողովրդավարության բաստիոն ենք տարածաշրջանում ասելով երկրում հաստատեցին բռնապետություն։ Բանակցություններում կարմիր գծեր ունենք հայտարարելով չունեցան ոչ մի այդպիսի գիծ։ Բանակը բարեփոխում ենք ասելով թուլացրին և քանդեցին բանակը։ Ժողովրդի ծառան ենք ասելով, ժողովրդի հաշվին շռայլորեն ապրելով և զվարճանքի տեսարաններով ծաղրեցին և մինչև հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին։ Արցախի անվտանգության երաշխավորն ենք ասելով, ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից, իրենց բնօրանից։